Ողջույն, 21 TV-ի եթերում Կուբիկ Ռուբիկ հաղորդման բացվերանուն բաժինն է եւ ձեզ հետ է Լևոնը։ Այսօրվա մեր հյուրն է Highway Band-ի մենաերգչուհի Արփին, ով իր փոքրիկի հետ սպասում է մեզ այգում։ Գնացինք։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Այ մեզ եւ մեր հեռուստադիտողներին հետաքրքրում է, բացի աշխատանքից, ինչպես է անցնում ձեր առօրյան։ Եթե աշխատանք չկա, վազում ենք միանգամից երեխայի մոտ, որովհետև իսկապես այնքան արագ է անցնում ժամանակը, ես կասեի ոչ թե անցնում է, թռչում է, սավառնում է, չգիտեմ ինչ անում ժամանակը, ու մենք փորձում ենք ամեն պահի լինել երեխայի հետ, երեխայի կողքին, ու ինչ որ ինքն է սիրում, մեզ հարմարեցնում ենք, մեր կյանքը հարմարեցնում ենք, իրեն իր համար զվարճանքներ, զբոսանք եւ այլն, ամեն դեպքում դա շատ գեղեցկացնում է մեր կյանքը։ Ինչպես գիտենք, ձեր խմբի թմկահարը ձեր ամուսինն է։ Դժվար չէ արդյոք նրա հետ աշխատելը։ Շատ հեշտ է, գիտեք, շատերն են զարմանում, թե դուք ինչպես եք յոլա գնում երկուսով ամեն օր անընդհատ փորձ, տուն, ընտանիք, բեմի վրա էլ միասին, բայց շատ հեշտ է անցնում, իսկապես, որովհետև մենք միշտ տունը, անձնական ընտանիքը թողնում ենք բեմից ներքև, այն կողմ կուլիսներ, ու հետո բարձրանում ենք բեմ։ Իսկ ինչ եք կարծում, երեխան ունի ձայնային տվյալներով նմանություն։ Ես ոչ մի բանով չեմ ստիպի կամ չեմ համոզի, չեմ պարտադրի, բայց դեռևս շուտ է ինչ-որ բան զգալ, բայց կարծես թե շատ այն որ արդեն 2 տարեկան չկա, բայց ինքը պարզ արտասանում է բառերը ու շատ բարդ բառեր, դա արդեն երևի իր լսողություն, երաժշտական լսողության մասին է խոսում, որ այնքան պարզ է արտասանում, որ այդ լսողությունը օգտագործում է բառերը գեղեցիկ ճիշտ արտասանելու համար։ Իսկ ունեք սիրված զբաղմունք երեխայի հետ, ինչով եք զբաղվում։ Ջան, մենք սիրում ենք հիմա մանկական լեգոներով այսպես պատկերներ հավաքել եւ այլն, շատ սիրում ենք ջրի հետ խաղալ։ Դույլը դնում ենք, ջուրը լցնում ենք մեջը եւ երկուսով թրջվում ենք ու այդպես, քանի որ խեցգետին է ծնունդով հուլիս ամսին, ինքը ջրային մարդ է եւ նույնիսկ պատրաստվում ենք ծով մեկնել, այնպես որ ջրի հետ ենք շատ սիրում խաղալ։ Ջան, ինչ կուզես։ Մի բան հարցնեմ, կասես, ով ա գրել Կաքավիկ երգը։ Կարապները ինքը սիրում է, էլի ջուր կարապներ, ինչպես եւ ասում էի։ Ինչ պլաններ եւ նորություններ ունեք առաջիկայում։ Շատ ունեմ նոր պլաններ, երբեք չեմ ուզում դադարել, որովհետեւ փառք Աստծո երեխան եթե շատ դեպքերում կարող է, չեմ ուզում խանգարել բառը ասել, բայց ամեն դեպքում անհարմար պահեր ստեղծել, բայց մեզ նա օգնում է եւ ունենք շատ լավ տատիկ, ով միշտ մեր կողքին է։ Այդպես վերջերս իմիջիալոց ուզում եմ պատմել, վերջերս եկել էր մեր ելույթին եւ հենց երգը վերջանում էր, ինքը իմ դիմաց կանգնած էր։ Երգի, մամա, երգի։ Այսինքն չէր ուզում որ դադար լինի, որ շունչ քաշեի։ Ինքը այդպես շատ ակտիվ մասնակցում է մեր ելույթներին։ Արփիկ, կան բաներ, որոնք կարող են ձեզ նյարդայնացնել կամ դուր չեն գալիս ձեզ այս կյանքում։ Երբեք չեմ սիրում կեղծ բանը, ամեն ինչում սիրում եմ լինել պարզ, անկեղծ, ոչ ձևավոր, որովհետև ես ինքս միշտ նկատում եմ կեղծն ու ձևականը եւ ինքս փորձում եմ այնպես անել, որ երբեք այդպեսին չլինեմ, որ դիմացին էլ նկատի, որովհետև կեղծը, սուտ խոսքը, չգիտեմ, ինձ համար միշտ այնքան շուտ տեսանելի է, դրա համար ես փորձում եմ զերծ մնալ ու չեմ ընդունում այդ կեղծն ու ձևականությունը, որը հիմա մեր կյանքում շատ է։ Ինչքան բնական, այնքան ավելի լավ։ Իսկ ո՞րն է ձեր երջանկության գրավականը։ Ես արդեն երջանիկ եմ, իսկապես շատ, ես չեմ վախենում դրա մասին բարձրաձայնել, ես շատ երջանիկ եմ, որովհետև ունեմ լավ ընտանիք, երեխա, որ փորձում ենք մեծացնել, շատացնել մեր ընտանիքը եւ ունեմ սիրած զբաղմունք, որով ես այսօր վաստակում եմ իմ առօրյան եմ ստեղծում, իմ ընտանիքը, իմ տունը, ուղղակի ուզում եմ, որ իմ մտերիմները բոլորը երջանիկ լինեն, ամենակարևորը առողջ լինեն, որ մենք էլ այսպես միասին բոլորով ապրենք, վայելենք մեր կյանքը։
Եվ վերջում ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին, ովքեր ունեն երեխաներ։ Գիտեք, շատերը երբ որ ինչ-որ բան չեն հասնում, նյարդայնանում են ու փորձում են այդ նյարդայնանալ, այդ բարկությունը թափել երեխաների վրա կամ ինչու սա այնպես չի, ինչու նա այնպես չի։ Հանգիստ թողեք երեխաները իրենք իրենց ձևով մեծանում են, իրենք իրենց առօրյան ունեն, իրենք թելադրում են իրենց առօրյան, երբեք չնյարդայնանալ, չբարկանալ, թեթև նայել ամեն ինչին, որովհետև այնքան կարճ է կյանք ու իրենք էլ այնքան արագ են մեծանում, այդ 2-3 տարեկան հասնելը դա այսպես շատ արագ կթրջի կգնա, բայց իզուր նյարդերը կմնան քայքայվելը։ Դրա համար թեթև նայել, լավ նայել, որովհետև նրանցից լուսավոր էակներ մեր կյանքում չկան։ Շատ շնորհակալ են գեղեցիկ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, մերսի։ Իսկ այսօր այսքան է։ Մենք կհանդիպենք մյուս շաբաթ։ Եթերում Կուբիկ Ռուբիկ հաղորդման բաց վրանուն բաժիններ։ Իսկ ձեզ հետ է Լևոնը։ Առայժմ։